վերնատուն։ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ։ Մշակութային լրագրությունը մեզանում շարունակում է մնալ իրադարձությունների կամ նորությունների մակարդակում առանց խորը քննադատական վերլուծության կամ գնահատման կամ հաճախ ընկալվում է որպես այսպես ասած թեթև ոլորտ, որը չի պահանջում մասնագիտական խորքային գիտելիք, այնինչ արվեստը եւ մշակույթը կարեւոր է ոչ միայն հենց իր ոլորտի զարգացման համար, այլև այն չափազանց կարեւոր դերակատարում ունի հասարակության, տնտեսության, քաղաքական համակարգի զարգացման համար։ Այս գիտակցությունը դեռ չի ամրագրվել մեզանում եւ մնում է այսօր գործող արվեստի ու մշակույթի ինստիտուցիաների գլխավոր խնդիրը։ Եվ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ Արեմշակութային հիմնադրամը եւ Ժամանակակից արվեստի ինստիտուտը համատեղ անցկացնելու են արվեստի եւ մշակույթի լրագրության դասընթաց եւ այսօր այդ մասին ենք խոսելու, փորձելու ենք հասկանալ, թե ընդհանրապես արվեստի եւ մշակույթի լուսաբանման, մասնավորապես ինչպես լուսաբանման կարևորության այս խնդիրները որքանով են այսօր արդիական եւ պետքական ընդհանրապես մեզ զրուցակիցս Արեմշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Մարինե Կարոյանն է։ Ողջույն Մարինե, ուրախ եմ ձեզ հյուրընկալելու մեր տաղավարում։ Վաղուց չենք հանդիպել։ Այո, բարի օր, վաղուց չենք հանդիպել, իրավ։ Մարինե, ինչու է կարևոր արվեստի ու մշակույթի ոլորտին այսպես ասած լուրջ վերաբերվել եւ ինչու է մեդիայում այն ընկալվում որպես երկրորդական ձեր կարծիքով։ Երկրորդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ դա իրատեսական պատասխան չունի, չնայած եթե խորը փորենք իհարկե պատասխաններ կան, բայց որ շատ կարևոր է, կարող ենք մտածել միայն այն ուղղությամբ, տնտեսական թեկուզ ուղղությամբ։ Վերջին իրադարձությունները եւ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տնտեսության 4.4% դա մշակույթին է, այսինքն նա է գումար ստեղծում, եւ բնակչության 6.3% զբաղված են այդ ոլորտում։ Դա արդեն խոսում է իր կարևորության մասին։ Իսկ թե ինչի են անկարևոր համարում, հավանաբար համարում են, որ մշակույթը ինքը իրեն է ստեղծվում, երկնքից է ընկնում, կամ կարևոր այդքան չի, քանի որ գումար չի ստեղծում, ինչը որ սխալ պատկերացում է։ Ընդհանրապես մեզանում մշակույթ ասելով հաճախ հասկանում են ազգային ժառանգություն, թանգարաններ, պատմություն, գրողներ, այսպես։ Սակայն այս ընկալումը կարևոր է իհարկե, բայց մի տեսակ մեկուսացնում է կարծես թե արդիականությունը եւ չի կապում որևէ կերպ արդիականության հետ։ Ես գիտեմ, որ այն ինչ դուք նախաձեռնում եք այսօր շատ մեծ կապ ունի արդի իրավիճակների հետ, արդի զարգացումների եւ ընդհանրապես ժամանակակից արվեստի հետ նաեւ։ Այո, բայց ոչ միայն ժամանակակից արվեստի հետ, որովհետև մշակույթը բոլորս էլ գիտենք, որ շատ լայն հասկացություն է եւ հասարակության կյանքում շատ մեծ սեկտոր է։ Այսինքն մենք դրա մեջ կարող ենք դասել թե կինոն, թե թատրոն, երաժշտություն, արվեստի բոլոր տեսակների իրականում ժամանակակից կամ ոչ ժամանակակից, գրադարանները, թանգարանները, դիզայնը, նույնիսկ գաստրոնոմիան, այսինքն շատ մեծ հսկայական ծավալ ունի մշակույթն ինքնին։ Այդպիսի մի բացատրություն էլ կա, չէ, որ մշակույթն այն ամենն է, ինչի մեջ մենք ապրում ենք։ Ուրեմն մշակույթը իսկապես այն ամենն է, ինչի մեջ ապրում ենք, բայց քանի որ առանձնացրել ենք որոշակի բաներ, քաղաքականություն եւ այլն, ուրեմն ամեն դեպքում դրա մասին պիտի մշակույթ ունենանք գրելու։ Ինչի մասին չենք կարող հիմա ինքնավստահ պնդել,
քանի որ մենք տեսնում ենք, որ օրինակ լրագրողները, որոնք չեն կարողանում գրել քաղաքականության մասին, տնտեսության մասին եւ այլն, վերջին դիտակետը, որ իրենք վերցնում են, դա մշակույթն է, այսինքն իրենց թվում է, որ մշակույթի մասին գրել հեշտ է, բայց եթե հեշտ լիներ, ուրեմն կգրեին։ Իրականում եթե պարզ նայենք իրերի դրությանը, կտեսնենք, որ մենք միայն լավագույն դեպքում ունենում ենք իրադարձային լրագրություն, թե ինչ է կատարվում, դա երևի փակում է իրադարձությունների 1/100 մասը, որովհետև շատ իրադարձություններ տեղի են ունենում եւ բոլորովին չեն լուսաբանվում, կամ եթե լուսաբանվում են, անգլերեն ասում են copy paste, իրենք վերցնում են որոշակի ինֆորմացիա, ասենք կատալոգից կամ կուրատորական տեքստից, դնում են թերթում կամ որևէ մեդիայի մեջ եւ տակը գրում են իրենց անունը, երբեմն շատ վատ թարգմանությամբ, երբեմն ընդհանրապես նույնը, այսինքն պիտի սովորեցնենք շատ տարբեր բաներ, այդ թվում նաև հեղինակային իրավունք, այդ թվում նաև ոճ, լեզու, լրագրության հմտություններ, շատ նախնական նաև հմտություններ։ Այսինքն հնարավոր է ընդհանրապես 1 տարվա այդ ժամանակահատվածում այդպիսի հիմնարար գիտելիքներ, այսինքն ոչ լեզու, չգիտեմ, արվեստի պատմություն, լրագրողական գիտելիքներ։ Չէ, հնարավոր չի։ Մենք սա համարում ենք, ուզում ենք, որ լինի ամեն դեպքում շատ երկարատև դասընթաց, պարզապես հիմա միայն այսպես դուռն ենք բացում։ Կամ փոքրիկ պատուհանն ենք բացում ու մտնում ենք ներս, բայց իրականում ինքը պիտի երկարատև լինի, շատ մասերից բաղկացած լինի, այս անգամ էլ սկսելու համար նախ ասեմ, որ Արե հիմնադրամը եւ Ժամանակակից արվեստի ինստիտուտը այս հնարավորությունը ստացել են Նիդերլանդների դեսպանատան շնորհիվ եւ առանց դրա հնարավոր չէր լինի որևէ բան անել, իրենց շատ դուր է եկել ծրագիրը եւ հուսամ եւ այդպես է ասվում, որ շարունակական կլինի։ Ուրեմն շատ կարևոր է, որ հիմնարար գիտելիքներ ձեռք բերեն, դուք ճիշտ եք, բայց այս անգամ մենք կունենանք 3 բաժնից բաղկացած կլինի, դա լրագրական հմտություններն են, հետո կունենանք բանախոսությունների շարք, այս պահին 12-ն են դրանք, որոնք մշակույթ եւ տարբեր ուրիշ բաներ խորագիրը ունեն, ես կարդամ, որ որևէ բան բաց չթողեմ, մշակույթ եւ քաղաքականություն, մշակույթ եւ լրագրություն, մշակույթ եւ ժամանակակից արվեստ, մշակույթ եւ ինտեգրացիա, մշակույթ եւ բլոգինգ, մշակույթ եւ գրականություն, երաժշտություն, թատրոն, կինո, մշակույթ եւ արվեստի քննադատություն, մշակույթ եւ վավերագրում, մշակույթ եւ էկոլոգիա։ Սրանք ոչ թե հատուկ հենց լրագրության համար կլինեն, բայց կունենան այդ բաղադրիչը իրենց մեջ, բայց մենք այդ բանախոսությունները պիտի անպայման իրականացնենք որպես մեր դասընթացի մասնակիցների եւ ոչ միայն, որովհետեւ այս հատվածը բաց կանենք հասարակության համար, մտահորիզոնի լայնացման ավելի շուտ իմաստով, որովհետեւ սրանցից յուրաքանչյուրը երկար վարպետության դասերի թեմաներ են, որը հույս ունեմ, որ ապագայում կիրականացնենք։ Եվ երրորդ հատվածը չմոռանամ ասել, որ պիտի ցուցադրություն կազմակերպվի արվեստագետի, որը կգա Նիդերլանդներից, եւ արվեստագետի ցուցադրության մասին պիտի գրեն մեր դասընթացի մասնակիցները, բայց ոչ միայն դրա մասին, այդ ամբողջ ընթացքում իրենք բոլոր
իվենտներին, իրադարձություններին ներկա կլինեն, կխոսեն, կլուսաբանեն, մի տեսակ պրակտիկա կլինի իրենց համար։ Իսկ որտեղ են լուսաբանելու, որ հարթակներում։ Եվ նախ խոսենք թե ովքեր են մասնակիցները, որովհետև առաջին փուլը արդեն այսպես անցել եք եւ ընտրվել են արդեն մասնակիցները։ Այո, մենք բաց կանչ հայտարարեցինք եւ 40 եւ ավել հայտեր ստացանք։ Իհարկե դժբախտաբար չէինք կարող բոլորին ներգրավել, համենայն դեպս այս անգամ հնարավոր չէր։ Ընտրվել են 21-22 հոգի, որոնք կմասնակցեն դասընթացներին, հուսանք, որ որոշները կհասնեն մինչև վերջ։ Իսկ ինչ ոլորտի մասնակիցներ են, այսինքն մարդիկ են այդպես լրագրության, արվեստի, թե առհասարակ այլ։ Մեր բաց կանչը շատ լայն սպեկտրի համար էր, այսինքն կարող էին արվեստաբաններ լինել, նույնիսկ մաստերի մակարդակի, կարող էին սկսնակ լրագրողներ լինել, ոչ սկսնակ լրագրողներ լինել եւ բլոգերներ լինել, ինֆլուենսերներ լինել, որովհետեւ լրագրություն ասելով հիմա դժվար է պատկերացնել միայն թերթ դա թե հեռուստատեսություն է, թե ռադիո է եւ թե բլոգերներ են, ինֆլուենսերներ են, ուրեմն իրենց բոլորին դա վերաբերվում էր կամ մարդիկ, որոնք ուզում են դառնալ, դեռ չեն սկսել, բայց ինչ որ պոտենցիալ են զգում իրենց մեջ, ուրեմն բավական լայն էր շրջանակը բաց կանչի։ Եվ տարիքային սահմանափակում ոչ մի սահմանափակում։ Իսկ ինչպես եք տեսնում այդպես լայն ընդգրկուն ոչ տարիքային սահմանափակում, ոչ մասնագիտական, այդպես իրենց հետ ընդհանուր ինչ որ մի հարթակի բերել այդ մարդկանց։ Դե տարիքային իմաստով խնդիրը ո՞րն է, այսինքն այն գլխավոր խնդիրը ու նպատակը ո՞րն է դասընթացների, որ ասենք իրենց պիտի միավորի այդ։ Տարիքային իմաստով կարող եմ ասել, որ հիմա ինձանից լավ գիտեք, որ մարդկանց ընդհանրապես կյանքը շատ արագ է, արագացել է եւ մարդիկ կյանքի ընթացքում 2-3 մասնագիտություն են փոխում կամ միացնում իրար կամ միաժամանակ օգտագործում, այնպես որ հնարավոր է, որ նաեւ միջին տարիքի մարդիկ հանկարծ պոտենցիալ իրենց մեջ հայտնաբերում են կամ կյանքի երազանքը եղել եւ այլն, այսինքն հիմա բոլոր հնարավորությունները կան առցանց ամեն ինչ բացելու, գրելու, խոսելու եւ այլն։ Ուրեմն ինչու չտալ նրանց այդ հնարավորությունը։ Տարիքային առումով ես այդպես եմ մտածում, իսկ հմտությունների տարբեր մակարդակների իմաստով մենք դա ենք քննարկել լավ կլինի, որ տարբեր մակարդակի հմտություններով մարդիկ լինեն, որովհետև այնտեղ կլինեն եւ խմբակային գործունեություն, տարբեր տեսակի քննարկումներ, աշխատանքներ եւ այլն, եւ ավելի հմուտ մասնակիցները կարող են իրենց վրա վերցնել առաջատարի, տվյալ խմբի առաջատարի դերը, կամ կիսվել իրենց հմտություններով, տվյալ դեպքում պրակտիկայի ընթացքում, այնպես որ դա էլ կարող է օգտակար լինել։ Իսկ ովքեր են դասավանդողները, ինչ մասնագետներ են, արդյոք առաջին լրագրության հմտությունների հետ կապված մենք խնդրել ենք, որ մեդիա նախաձեռնությունների կենտրոնը իր վրա վերցնի համագործակցությունը, ինչի համար շատ շնորհակալ ենք համագործակցության համար, եւ իրենք կվարեն 8 դաս բավական ծավալուն այդպես բանով հենց առաջնային հմտությունների մասն է խոսքը դա կլինի առաջին հատվածը, երկրորդ հատվածը արդեն ասացի բանախոսություններ են եւ բանախոսությունների մեջ առաջատար մասնագետներ ենք հրավիրել, ասենք օրինակ կլինեն EVN-ից եւ կլինեն նաեւ օրինակ
գրականության հետ կապված մշակույթ եւ գրականություն հատվածը մտածեցինք, որ շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե օրինակ երբեմն մենք ոչ թե հրավիրենք տեսաբանի, ասենք գրականագետի, այլ հենց գրողի։ Որ գրողը պատմի, թե ինչպես կուզենար տեսնել որևէ հոդված իր գրածի մասին եւ դրա համար արդեն պայմանավորվածություն ունենք Արամ Պաչյանի հետ օրինակ եւ նաեւ արվեստի քննադատություն եւ նաեւ ժամանակակից արվեստ եւ շատ կարեւոր է թե իրենք հասկանան որ տարբեր դիտարկյուններից կարելի է նայել եւ շատ կարեւոր է որ ոչ միայն իրադարձային լինի իրենց լրագրությունը այլև վերլուծող այլև քննող բացատրող իհարկե դրա համար հատուկ գիտելիքներ են պետք բայց թե եւ մեր բանախոսությունները եւ առաջին հատվածը պիտի իրեն սովորեցնեն թե ինչ դիտանկյունից նայեն ինչպես պարզեն ինչպես բացատրեն լայն մասաներին որովհետեւ ամբողջ մտահղացումը եկավ նրանից որ տարիներ շարունակ զգում ենք որ արվեստագետների արածների գործունեության եւ հասարակության մեջ վիհը գնալով մեծանում է եւ սա շատ մեծ խնդիր է որովհետեւ եթե նայենք մեր թե ինչեր են անում մեր արվեստագետները արվեստի կազմակերպությունները արվեստի պրոֆեսիոնալները մենք չենք զիջում որևէ համաշխարհային մակարդակի շատ հետաքրքիր նախաձեռնություններ կան, ցուցադրություններ կան, համերգներ կան, բայց լրագրություն չունենք, կարելի ասել, շատ փոքր տոկոս, որ հետաքրքիր մշակութային վերլուծություններ են կամ բացատրություններ են, դա քիչ է իրականում օրինակ ասենք արվեստագետը գնում է Վենետիկի բիենալե դրա մասին չի գրվում ասենք կամ մի հոդված ամենաշատը այն էլ կիսատ բռատ դա նորմալ չի որպես զարգացող երկիր մենք պիտի զարգացնենք նաև խոսքը պարզ է որ այս վիհը արվեստագետների եւ հասարակության միջև պիտի փոքրանա, որովհետեւ հասարակության մեջ հաստատ ինչ որ մի շերտ կա։ Նախ պիտի ներողություն, որ ընդհատում եմ, նախ պիտի հասարակությանը կարողանանք համոզել, որ մշակույթը կամ արվեստի ոլորտը կարևոր ոլորտ է, որովհետեւ այստեղ եթե տարիներ շարունակ ավելի երկրորդական դերում է եղել մշակույթը, հիմա պիտի մարդկանց համոզենք, որ ոչ պակաս դիրքերում է, քան քաղաքականությունը եւ նաեւ քաղաքականություն է մշակույթը, չէ՞, մշակույթ լուսաբանելը նույնպես քաղաքականություն է։ Դե ամեն ինչի սիրահարը կա, հասարակությունը շատ բազմաշերտ է սովորաբար ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, այսինքն խնդիր չի դրվում, որ ամբողջ հասարակությունը գիտակցի, որ պիտի գնա համերգ, այդպիսի խնդիր չկա, բայց կա հասարակության մի շերտ, որը մասնագետ չի, բայց որին կհետաքրքրեր իմանալ մասնագիտական կարծիք կամ բացատրություն, հատկապես ժամանակակից արվեստի վերաբերյալ, որը գեղեցիկի մասին չի բոլորս էլ գիտենք, այսինքն չպիտի գնա ժամանակակից արվեստի ինստալացիաներ նայի ու դա գեղեցիկ լինի, դա մտահղացման կոնցեպտի մասին է սովորաբար լինում, բայց այդ կոնցեպտը պիտի բացատրվի, պիտի թարգմանվի ոչ մասնագետ մարդուն, թե չէ այնպես է ստացվում, որ համեր գնում են երաժիշտները, ցուցահանդեսների գնում են արվեստագետները եւ այսպես շարունակ Իսկ ինչ չափանիշներով են ընտրվել մասնակիցները կան որոշակի չափանիշներ, որոնք որ դուք այսպես առաջնորդվել եք։ Մենք հարցաշար էինք ուղարկել հայտադիմումի ձևով, որտեղ իրենք տարբեր հարցերի էին պատասխանում, բայց առանձին նաև ուղարկել են իրենց կենսագրությունը եւ մոտիվացիոն նամակը, որ ամենակարևորն է։
մոտիվացիոն նամակը կամ գործունեության հղումները եւ այլն բոլորը միասին ինչ որ մի պատկեր են ստեղծում մարդու մասին, որ հասկանում ես ինչով է իր համար կարևոր ճիշտն ասած կային դիմողներ, որոնք լրագրության մասին չէին խոսում, բայց ասում էին, որ ես արվեստաբանության ֆակուլտետն եմ ավարտել եւ տարբեր տեսակի իրադարձությունների մասին տեքստ, կոնցեպտուալ տեքստ գրելու համար ինձ այդ գիտելիքները անհրաժեշտ են, զգում եմ դրա պակասը։ Մենք ընդառաջել ենք նման հայտադիմումները, որովհետեւ ցուցադրությունների կոնցեպտներ գրելը հեշտ չի։ Դրա համար էլ պիտի իմանաս կամ էսե գրելու համար ինչ որ արվեստային պիտի ունենաս որոշակի գիտելիքներ, պատկերացնես մոտեցումները, ինչ կարելի է, ինչ չի կարելի, ինչպես հարցազրույց վարել, ինչպես լսել դիմացինիդ, թե ինչ է ասում, եւ դա ներկայացնել կամ քո բառերով կամ քո վերլուծությամբ, նայած ինչ ֆորմատի մեջ է արվում լրագրությունը։ Ի վերջո նաև կան կարծրատիպային պատկերացումներ, առհասարակ նաև մտածողություն կարծրատիպային, որը էլի գալիս է մեր բուհերից, սկսած լրագրության ֆակուլտետից մինչև արվեստաբանություն, որը այսպես շատ դժվար է կոտրել, չէ՞։ Դե չգիտեմ, կոտրելու մասին չենք մտածում, ավելի շուտ սարքելու մասին ենք մտածում եւ լավը վերստեղծելու մասին ենք մտածում։ Չմոռանամ ասել, որ մենք մի փոքր հետազոտություն էլ պատվիրել ենք մեդիա նախաձեռնությունների կենտրոնին, մի քանի հեռուստատեսային, ռադիո, բլոգերական կենտրոնների մասին վերլուծություն, թե ինչ են գրում, ինչի մասին են գրում, ինչքան են վերլուծում, ինչքան մարդ է կարդում, ինչքան է ակտիվությունը, դա մեզ իսկապես հետաքրքիր է։ Իսկ ոնց է այդ ամեն ինչը բերելու պրակտիկ դաշտ, ինչ է սպասվում մասնակիցներին կամ այդ դասընթացը անցնող այդ ամբողջ խմբին եւ ոնց եք տեսնում դա պրակտիկ դաշտում։ Հենց սկզբից պրակտիկա իրենք ունենան։ Հենց առաջին լրագրության հմտությունների հատվածից արդեն իրենք պրակտիկաներ կունենան, իրենք կգրեն, իրենք կքննարկեն իրենց գրածը, իրենց դասաժամերի ընթացքում եւ բացի դրանից բոլորս էլ գիտենք, որ Երևանը ուղղակի ծփում է իրադարձություններից մշակութային օրը մի քանի հատ, այնպես որ մենք անպայման առաջարկելու ենք, որ այդ իրադարձությունները նույնպես մեր աշխատանքային պարզապես դասընթացի մեջ լուսաբանվեն, քննարկվեն եւ կողմնորոշվեն, թե իրենք հատկապես որ կողմով են ուզում գնալ։ Դրա համար էլ մեր բանախոսությունները շատ տարբեր բնագավառներից են, մշակույթ բայց նաև սեկտորները տարբեր են։ Օրինակ մշակույթ եւ երաժշտություն ասելով մենք բնականաբար չենք մտածում, որ երաժշտությունը մշակույթի մեջ չի, այլ մտածում ենք մշակույթի ընդհանուր պատկերացման մեջ երաժշտությունը ինչ տեղ է գրավում եւ ինչպես մոտենալ դրան, ասենք ինչպես գրել երաժշտության մասին, համերգի մասին, ինչպես վերլուծել այդ համերգը, մենակատարների մասին կամ հենց երաժշտության մասին, կոմպոզիտորի մասին, ճիշտ է, որ գիտելիքներ պիտի ունենան, բայց իրենք կընտրեն, թե հատկապես որ հատվածով են ավելի մասնագիտանալու։ Դա էլ հետո կգա, հույս ունեմ, որ դասընթացների երկրորդ հատվածում այս անգամ չէ, հավանաբար մյուս տարի արդեն մենք կունենանք վարպետության դասեր, 3-4 օր տևող վարպետության դասեր, որտեղ ավելի խորացված գիտելիքներ կստանան արդեն։ Մայրն է շատ հետաքրքիր է, թե ինչի համար է դա ձեզ պետք նախ եւ առաջ, օրինակ Արեին կամ ժամանակակից արվեստի ինստիտուտին։
Դա շատ պետք է։ Արեի գիտեք, որ փառատոն ունենք ամենամյա, եւ դա կոնցեպտուալ փառատոն է սովորաբար լինում, այսինքն որևէ մի կոնցեպտի շուրջ, որևէ մի մտահղացման իդեայի շուրջ է ամբողջը կառուցվում, բայց ինչ են լինում այդտեղ պերֆորմանսներ են լինում, հիբրիդ արտի տարբեր բաներ են լինում, նաև վիզուալ արտի, եթե որևէ մի լրագրություն լինում է, մի ամբողջ փառատոնի շուրջ, որ համարյա մի ամիս է տևում, հաճախ ես ինքս իմ փառատոնը չեմ ճանաչում, եթե այսինքն իրենք չեն վերցրել իմ կոնցեպտը եւ նույնությամբ դրել, դա էլ մի տեսակ վիրավորող բան ունի, կարծես ոչինչ ուրիշ չեն տեսել, բայց երբեմն այնպիսի բաներ ագրվում, որ մտածում եմ Աստված իմ, եթե ես չլինեի ղեկավար այդ փառատոնի կազմակերպիչը, ես չէի ճանաչի։ Հենց դրանից էլ եկավ գիտելիքի պակաս կա։ Այո, աշխատում են կարծեմ կոնսերվատորիայում էլ կա, բայց ֆակուլտատիվ բնույթ են կրում։ Իսկ առհասարակ ինչն է մոտիվացնում նախ եւ առաջ այդ մարդկանց, որ այդպես գալիս են այս կուրսերին, որովհետեւ մեծ հաշվով թող ինձ ներեն շատերը մշակույթը կարելի է շահութաբեր ոլորտ համարել, այսպես շահույթ հետապնդող։ Դա էլ է պետք մարդունի վերջո։ Ովքեր դիմել են, դուք նկատի ունեք, դա շահույթի հետ կապված չի, դա ավելի շուտ պրոֆեսիոնալ դառնալու մասին է խոսքը։ Այսինքն կան մարդիկ, որոնք արդեն իսկ զբաղվում են դրանով, կան դիմողներ, որոնք ուզում են սկսել, հետաքրքիր է իրենց, կան նաև բլոգերներ, որոնք վարում են իրենց բլոգերը եւ ուզում են ավելի շատ ունկնդիրներ ունենալ եւ ձեր ասած շահույթներ կլինի։ Իսկ մյուսները, ովքեր ասենք թերթերին են համագործակցում կամ ռադիոյին հեռուստատեսությանը, նրանք էլ աշխատավարձ են ստանում, բայց ռեյտինգի բարձրացումը հնարավոր, որը էլի շահույթի կարող է բերի։ Այնպես որ շահույթը տենց միանշանակ մենք չենք կարող մտածել տվյալ դեպքում, ասենք կոշիկի վաճառք չի էլի, բայց շահույթը կարող է նաև ոչ տնտեսական լինել։ Տնտեսական էլ կարող է լինել տվյալ դեպքում եւ ոչ տնտեսական էլ կարող է լինել, բացի այդ չմոռանանք, որ հասարակության նաև մյուս կողմին, կարդացողին, լսողին, այսինքն հասարակության այն շերտը, որը հետաքրքրված է մշակույթով եւ հաճույքով բարձրորակ նյութեր կլսեր կամ կկարդար, թեկուզ սկսելու համար իր այցերը, ցուցադրությունների եւ այլն, իրենց համար դա շատ կարեւոր է, որովհետեւ մարդու իրավունքների մեջ մի ահագին հատված կա մշակութային իրավունքներ։ Այդ մարդիկ հասարակության այդ շերտը իրավունք ունի մշակութային բարձրորակ լրագրություն ստանալու, լսելու, թեկուզ տաքսիի մեջ, թեկուզ պատահաբար, Facebook-ում եւ այլն։ Այսինքն ինչ որ բաներ կարդալ լսել, որը սերմը կգցի հետաքրքրության։ Խնդիրն այն է, որ նաև հարթակ չկա մշակութային այսպես մեդիա, որը հենց այդ ուղղվածության կլինի, կամ դրանք ծնվում են ու միանգամից վերջանում են, մարում են, շատ կարճ կյանք են ունենում, կարճատև, ու ասենք արդյոք նպատակ չունեք նաև հարակից ստեղծել այդպիսի մի մեդիա, այսպես տարածք, որտեղ նաև այս մարդիկ կկարողանան իրացնեն իրենց։ Դեռ ոչ, դա պլաններում չկա, բայց իրականում մեդիայում կան օրինակ լրագրեր on-line, offline կամ ռադիոն, օրինակ ձեր հաղորդումով եւ հեռուստատեսությունը եւ ոչ միայն ՀՄԿ, այլև մյուս ալիքները, բունը ամբողջությամբ, որոնք հաճույքով կարծում եմ կվերցնեն բարձրորակ մասնագետների։ Հիմա ես իհարկե չեմ ասում, որ հենց մենք սկսեցինք ու որական ոչ, դա երկար ճանապարհ է անցնելու, դա տարիների աշխատանք ոչ միայն մեր, այլև հենց ունկնդիրների
հենց այդ մարդկանց դիմորդների, որ իրենց վրա աշխատեն, անընդհատ կարդան, տվյալ դեպքում ուզենք թե չուզենք անգլերենի հարցն է բարձրանում, մեր հարցերի մեջ կար թե անգլերենին ինչքանով եք տիրապետում, կարող է դա զարմանալի թվեր, բայց իրականում դա զարմանալի չի, որովհետև դա է միջազգային լեզուն, որով կարող ես ծանոթանալ մշակույթի միջազգային նորություններին, բայց նաև չմոռանանք օգուտի մասին խոսելիս, չմոռանանք, որ հասարակության այն շերտը, որը հետաքրքրված է լինելու եւ կարդալու է եւ ինքն էլ զարգանալու է, ուրեմն ինքը սկսելու է գնալ թանգարաններ, սկսելու է գնալ թատրոն, կինո եւ այսինքն գումար է ծախսելու, այսինքն այս մշակութային կազմակերպությունները գումար են շահելու դրանից, դա ինչպես ասացի շղթայի երկարատև աշխատանք է, բայց միևնույն է դա գալու է։ Շատ լավ, թերևս այսքանը, եթե հավելելու որևէ բան ունեք, Մարինե, փորձենք ավարտել։ Ես հավելելու ոչինչ չունեմ, միայն ասեմ, որ երկրորդ հատվածը, որը մենք սկսելու ենք հունվարից, բանախոսությունների հատվածը բաց է լինելու հասարակության համար։ Եվ ցանկացողները կարող են ներկա լինել, մենք Facebook-ում միշտ դա կհայտարարենք, հետևեք մեր Facebook-յան էջերին, Արե հիմնադրամի եւ Ժամանակակից արվեստի ինստիտուտի եւ կիմանաք Մենք էլ կհետևենք ընթացքին եւ ձեր ծրագրի լավագույն մասնակիցներին գուցե հնարավորություն տանք մեկ հաղորդում, ինչու ոչ, ես իմ տեղը կզիջեմ իրեն, թող գա մեկ հաղորդումներից մեկը նա անի, ի վերջո պետք է այստեղ թարմություն նաեւ մտցնել, չէ, մեր գործում նույնպես հոյակապ առաջարկ եք անում։ Շնորհակալություն։ Այո, մենք կհետևենք ձեր այսպես գործունեությանը։ Սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր Արե մշակութային հիմնադրամի հիմնադիր, նախագահ Մարինե Կարոյանն էր։ Մենք խոսում էինք Ժամանակակից արվեստի ինստիտուտի ու նաև Արե մշակութային հիմնադրամի նախաձեռնած արվեստի եւ մշակութային լրագրության դասընթացի մասին։ Իսկ մենք դուք հետևեք մեզ, մենք նորից կանդրադառնանք այս ծրագրին, կտեսնենք թե ինչ հետաքրքիր ընթացք եւ զարգացում կունենա։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, մինչ կհանդիպում։ Վերնատուն